Տիկին Գյուրեղան, շարունակեք։ Շարունակեցին։ Լավ, մի հատ շունչ քաշեցիք։ Դուք իմ շնչելու հնարավորություն։ Դա էլ առողջապահական։ Մի կասկածեք, ես շատ արագ, հա։ Հիմա տեսեք, նախ արձագանքս, որտեղ այն հարցի պատասխանի դուք ասում եք, որ մասնավոր կամ ապահովագրական ընկերությունները 3 տարի ժամանակ ունեին պատրաստվելու։ Ես կհակադարձեմ ձեզ, քանի որ օրենքի նախագիծը, որ 3 տարի արդեն քննարկվում էր, բոլորովին ուրիշ բաների մասին էր խոսում, այնտեղ արդեն 24 թվականից կամավոր սկզբունքով ապահովագրությունը պետք է ուժի մեջ մտներ, իսկ հիմա հենց նոր դուք գործընկերոջ չպատասխանեցիք, որ կամավորը ինքը անորոշություն է եւ մենք դեռ չենք ուզում այդ ռիսկի մեջ մտնել, բայց նախորդ տարբերակում, որը շրջանառության մեջ էր դրվում, այնտեղ 24 թվականից կամավոր ապահովագրությունը պետք է արդեն կյանքի կոչված լիներ։ 25 թվականից բոլոր թոշակառուները պետք է արդեն ապահովագրական համակարգի շահառու դարձած լինեն։ 27 թվականին բոլորը, այնպես որ ինչ 3 տարի հայտարարվել է եւ ինչ այսօր կյանքի է ուզում կոչվել այս նախագծով, խիստ տարբեր են իրարից։ Եվ այդ անորոշությունները, եթե ձեր առաջ են կանգնած, ապա պատկերացրեք, որ շատ ավելի մեծ մասշտաբով մասնավորի առաջ կանգնած լինեն, այնպես որ մեղադրել, որ նրանք 3 տարի ժամանակ են ունեցել, այդ абսուրդ է ու սխալ է։ Փաստը դուք հիմնավորեցիք այդպիսի մի մեկնաբանությամբ։ Հաջորդը նորից գործընկերը նշեց, բայց ես մի քիչ ավելի եմ ուզում խորացնել։ Տեսեք, ցանկացած փաթեթից օգտվելուց առաջ մարդիկ պետք է գնան որոշակի ստուգումների, այդ օրենքով նախատեսված, եթե դուք այդ նախնական այդ ստուգումները, այդ ամեն ինչը չեք անցել, ապա չեք կարող օգտվել ծառայություններից, չէ՞։ Եվ այդ նախնական ստուգումները, այսպես ասած, բուժ ստուգումները, բուժ հետազոտությունները պետք է իրականացվեն առաջնային առողջության առաջնային պահպանման օղակներում, ասել է թե պոլիկլինիկաներում։ Մենք արդյոք համոզված ենք, որ մեր պոլիկլինիկաները ուղիղ հունվարի 1-ից այս մեծ մասշտաբի աշխատանքին պատրաստ են թե ոչ, մենք պատրաստ ենք դրան, մենք հաշվարկել ենք ինչ կարգի հերթեր են գոյանալու, իսկ այնտեղ նշվում է, որ եթե 6 ամիս հերթը կարող է 6 ամիս ավելի լինել, մեր ԱԱՊ-ները պատրաստ են դրանց թե չէ, եւ եթե նույնիսկ պատրաստ են, մենք ասենք տեխնիկապես մասնագետների հաշվարկ այս ամեն ինչ արվել է թե ոչ, եւ եթե նույնիսկ պատրաստ են, արդյոք նախատեսվում է այդ բժիշկների բուժ աշխատողների աշխատավարձի բարձրացում, որովհետև այս մարդիկ էապես ավելի մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնելու։ Միայն էլեկտրոնային դեղատոմսերի ներմուծումը ինքը բավականին խնդիրներ առաջացրեց ու շատ լավ տեսանք ինչքան ժամանակ պահանջվեց, ես չեմ կարող պնդել, որ հիմա արդեն լրիվ էլեկտրոնային դեղատոմսը կյանքի է կոչվել այնպես ինչպես ուզում ենք, բայց երկար ժամանակ կյանք էր մտնում ու դեռ մինչև վերջ չի մտել։ Հիմա հունվարի 1-ից մեր առաջնային օղակները պատրաստ են լինելու թե տեխնիկապես, թե մասնագիտորեն եւ թե ժամանակի ու այդ հոսքի համար։ Այս մեկ եւ իհարկե։ Այո, Տիկին Գյուրեղան, ձեր նշած տարեկան հետազոտությունները եւ սկրինինգները պայման են լինելու ապահովագրական փաթեթի ակտիվացման, պարտադիր պայման միայն 2029 թվականին։ Այսինքն դեռ մենք ունենք 3 տարի ժամանակ, այո, անցումային նորույթներում նշված է։ Այսինքն հիմա պետք չի լինելու նախնական հետազոտությունները։ Չէ, տեսեք։ Ապահովագրական փաթեթի մեկնարկից տարեկան հետազոտությունները եւ սկրինինգները դառնալու են հասանելի անձին եւ մենք հասկանում ենք, որ այդ 2 տարվա ցիկլը անհրաժեշտ է, որ ոչ թե բոլորը հունվարի 1-ին գան եւ անցնեն սկրինինգը, հետազոտությունները եւ այլն, որ ապահովագրական փաթեթը ակտիվանա, այլ մինչեւ 29 թիվը բոլորը այս ընթացիկ նորմալ առանց նման ձեր նշած կատաստրոֆիկ երևույթների հանգիստ կանցնեն իրենց հետազոտությունները եւ 29-ից հետո արդեն երբ որ ցիկլը կսկսի նորմալ ընթացքով արդեն գնալ, կդառնա պարտադիր, որ օրինակ կանանց համար կրծքագեղձի սկրինինգը որոշակի տարիքի շրջանակներում 2 տարին մեկ պետք է կրկնի 2 տարվա մեջ
շատ լավ, կշարունակի օգտվել ապահովագրությունից։ Չի կրկնի, նրան կգա հիշեցում դրա մասին։ Ապահովագրական փաթեթը կսարի, մինչև կգնաք օգտվի, հետո արդեն կշարունակի։ Այսինքն, այստեղ մենք հենց ձեր նշած ռիսկերը կառավարելու համար այս անցումային շրջանը դեռ ապահովելու ենք, որ մարդիկ առանց բանի, այսպես իրարանցման կարողանան այս հետազոտությունները անցնեն։ Ինչ վերաբերում է առաջնային օղակի եւ ընդհանուր առմամբ կարողությունների մասով, ես կարծում եմ, որ անգամ ապահովագրական համակարգի ներդրման նախապատրաստական փուլերում արդեն իսկ բժշկական կենտրոններ, բազմաթիվ մասնավոր բժշկական կենտրոններ, մասնավոր առաջնային օղակի պոլիկլինիկաներ ներդրումներ են իրականացնում եւ իրենց կարողությունները ընդլայնում են։ Դա վերաբերում է նաեւ պետական բժշկական կենտրոններին, պետական ամբուլատորիաներին եւ պոլիկլինիկաներին։ Այսինքն, այստեղ էլ սա երկկողմանի էֆեկտ է ունենալու։ Այո, իհարկե, երբ որ ապահովագրական բյուջեում առաջնային օղակին ուղղվող ծախսերի մասնաբաժինը մեծանում է, սա նշանակում է, որ թե հոսքերը ֆինանսական մեծանում են, թե աշխատավարձի հնարավորություններն են մեծանում, թե սարքավորումներով հագեցման հնարավորություններն են մեծանում։ Եվ վերջին տարիների պետական պատվերի գրեթե ավել քան կրկնապատկումը, նաև մեզ ցույց է տալիս, որ դա բերել է, հանգեցրել է, որ մեր բժշկական կենտրոնները համալրվում են նորագույն սարքավորումներով եւ այլն եւ այլն։ Այսինքն, առանց ֆինանսական միջոցների զարգացում չկա եւ այս երկու գործընթացները միայն իրար լրացնելու են։